Խելոք ու համեստ էին քույրիկները, 5 երեխաներն էլ օրան էին հաճախում։ Հունիսի 15-ին սակայն նրանցից երկուսը 7 և 13 տարեկան Նարինեն ու Նանեն այդպես էլ տեղ չեն հասել։ Մեզ համար էլ էր շոկային, Օրան կենտրոնի կրթական ծրագրերի համակարգող Անի Սաֆարյանն է ասում։ Քաղաքացու ձայնի հետ զրույցում հիշում ցավալի օրվա մանրամասներից։ Այո, իրենք տնից դուրս են եկել, քանի որ տարբեր տարիքի երեխաներ են ու երեխաներից ամենափոքրը հաճախում է նաև մանկապարտեզ, քանի որ մանկապարտեզը վերջանում է ժամը 3-ին 3:30, քույրիկներից մեկը եղբոր հետ սպասել են, որ 3-ին փոքր քրոջը վերցնեն ու գան Օրան, մյուս երկու քույրիկները 13 և 7 տարեկանները տանից դուրս են եկել 1:30 սահմաններում ըստ մեծ քրոջ խոսքի, բայց Օրան չեն հասել։ Քանի որ Օրանում մտնելուց առաջ անպայման երեխաները գրանցվում են և ֆիքսվում է երեխաների մուտքը Օրան, այդ ժամանակ քույրիկը նկատում է, որ այն մյուս երկու քույրիկները չեն գրանցվել, Օրան չեն եկել։ Կապվում ենք ծնողի հետ, պարզվում է, որ ծնողի մոտ էլ չի ու զուգահեռ դրան սոցցանցերում հրապարակվում է մի հատ ինչ-որ լուրեր, որ ինչ-որ մեկը 9 հարկանի շենքից տեսել է, որ ինչ-որ երեխա է անգել գետը ու քանի որ իրանց տունը գետի մոտ է ու իրանք այդ կողքով են գալիս Օրան, հաշկ ենք համարում գնանք տունը ստուգենք։ Մեծ աղջկան վերցնում ենք Օրանից, գնում ենք մամային աշխատավայրից վերցնում ենք, մեքենա գնում ենք տուն, ստուգում ենք տանը չի, հետո գծով որտեղով որ Օրան են գալի, ստուգում ենք, տեսնում ենք երեխաները չկան ու արդեն շտապօգնություն ու ոստիկանություն ենք զանգահարում։ Թե ինչպես են երկու քույրերը հայտնվել գետում, ոչ ոք չգիտի։ Թաղամասում տարբեր վարկածներ են շրջանառվում, ասում է 3-րդ մաս թաղամասի բնակիչ Մնացական Կլեկչյանը, ով կամավոր է միացել փրկարարներին։ Ըստ մեր թաղամասի շրջանառվող լուրերի, այդ երկու երեխան այդ Օրանից գալուց, տոլե գնալուց, այդ փոքր այդ խողովակի վրից սայթակել է ջուրը ընկել, իսկ մեծն էլ ձեռքը գցել է ուզեցել է օգնիքն էլ սայթակել, երկուսը միանգամից ընկել են գետը։ Արդեն 2 օր է շարունակվում են Փամբակ գետն ընկած աղջիկների որոնումները։ 2024-ից Օրան հաճախող քույրերի ընտանիքը Արթիկից է Վանաձոր տեղափոխվել։ 5 երեխաները մոր հետ Վարդով են բնակվում, Վանաձորի 3-րդ մաս թաղամասում։ Հարևանների խոսքով ընտանիքը ոչնչով աչքի չի ընկնում։ Երեխաները խելոք, մայրն աշխատող։ Ծնողներն ամուսնալուծման գործընթացում են։ Երեխաների խնամքն ու տան վարձը մայրն է հասցնում։ Բավական ջանասեր կին է, Օրանում են ասում։ Շատ պատասխանատու, հիմնականում ինքն էր այստեղից երեխաներին տուն տանում։ Տարբեր աշխատանքներ է իրականացնում, երբեք աշխատանքից չի խուսափում, այսինքն շատ եթե ինքը մի ժամ ազատ ժամանակ ունենում է, ինքն է բերում իր երեխեքին տանում։ Երբեք ոչ մի խնդիր, կոնֆլիկտ չեն ունեցել ոչ երեխաների հետ, ոչ դրսում չենք նկատել, այսինքն իրանք այն երեխաներից են, ովքեր որ մեծ սիրով էին գալիս Օրան, մեր համար էլ ասա շատ շոկային։ Ինչ հանգամանքներում են քույրիկները հայտնվել գետում, դժվարանում է ասել նաև տեղում աշխատանքներին հետևող փրկարար ծառայության տնօրեն Արամ Ղազարյանը։ Մեզ հետ զրույցում նա ցավով ասաց, որ փրկարարներին չի հաջողվել գտնել որևէ հետ։ Այս պահին ցավոք սրտի դեռևս չունենք այդպիսի տվյալ, որը իրավունք գտա, որպեսզի դες անհրաժեշտ տեղեկատվություն տանք։ Տեղում էր նաև աղջիկների հայրը, նա խուսափեց տեսախցիկից, ասաց միայն, որ 2 տարի տեղեկություն չի ունեցել ընտանիքից, դեպքի մասին իմացել ու միացել է փրկարարներին։ Բարեկամներից մեկը մոտեցավ ու խնդրեց այլևս հարցեր չհղել նրան։ Դուք ինչ գիտեք դեպքի մասին, ո՞նց ա եղել։ Չհաջողվեց զրուցել նաև երեխաների մայրիկի հետ։ Աղջիկների մորաքրոջ ամուսինն ասաց, որ նա ի վիճակի չէ զրուցելու լրագրողների հետ։ Վիճակը պարբերաբար վատանում է, շտապօգնության մեքենաներ են գալիս։ Այսօր քննչական կոմիտեն տեղեկացրեց նաև, որ Փամբակ գետն ընկած 2 աղջիկների դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ, թե ինչ հատկանիշներով դեռ պարզ չէ։ Լոռու մարզային փրկարարական վարչության բնակչության պաշտպանության բաժնի ավագ հրահանգիչ Արտակ Պողոսյանի խոսքով ներկայում աշխատանքները իրականացվում են նաև Տավուշի մարզում։ Դեպքի վայրում աշխատում են թվով 115 փրկարար ծառայողներ, 86 ոստիկանության աշխատակիցներ և թվով 13 կամավորներ։ Որոնողափրկարարական աշխատանքները իրականացվում են Տավուշի մարզում ներառյալ։ Աշխատանքներն իրականացվում են անօդաչու թռչող սարքերով,
ներգրաված են նավակներ եւ ջրասուզակ փշկարարներ։ 13-ամյա աղջկա դասընկերներից մեկի մոր խոսքով իրենց մայրը շատ ուշադիր ու պատասխանատու է, մշտապես հետաքրքրվել է որտեղ են երեխաներն ու ինչով են զբաղված։ Շատ լավ ազնվություն, շատ լավ մարդ, շատ ուշադիր։ Թաղամասի բնակիչ մնացական Կլեկչյանը վրդովված հիշում է, որ այդ չարաբաստիկ խողովակը շատերի մահվան պատճառն է դարձել։ 80-ականների վերջից, ասում է, այստեղ կամուրջ էր նախատեսվում կառուցել, որը երրորդ մաս թաղամասը պիտի կապեր քաղաքի հետ։ Երկրաշարժն ու հաջորդող դեպքերը կանգնեցրել են իրադարձությունների ընթացքը, բայց ոչ մահաբեր խողովակի գոյությունը։ Բետոնի կոնստրուկցիաներ կա հավաքած տեսած կլինեք, սովետական նախագիծ էր մեր երրորդ մասի Սվերնովի փողոցը միացնեն Մարքսի փողոցին։ Այդ շինարարները որպեսզի գետի վրով գնալ գալ ունենան շինարարական աշխատանքներ չկանգնի 87 թվականին այս երկաթի խողովակը գցել են, հետո երկրաշարժ եղավ բան, պատերազմ, այդ կամուրջի այդ մեծ ծրագիրը կանգնեց, շինարարները ստեից գնացին, սա առաջի դեպքը չի։ Էլ են երեխաներ, կանայք, մարդիկ ու ողբերգական ավարտ ունեցել, ու մեր պատկան մարմինները մինչև հիմա այդ խողովակը այդտեղից չեն հեռացել։ Այդ խողովակը մեր երրորդ մաս թաղամասի համար դա մի հատ մահաբեր թակարդ է։ Ամբողջ թաղավորով բողոքում ենք, որ այդ խողովակը ստեից հանեն։ Իդեպ հունիսի 15-ի երեկոյան սոցիալական ցանցերի տարբեր խմբերում տեղեկություններ տարածվեցին, թե իբր գտնվել է փոքր քրոջ մարմինը։ Վանաձորի համայնքապետարանի ու Լոռու մարզպետարանի պաշտոնյաները շտապեցին հերքել լուրերը, հորդորելով զերծ մնալ չճշտված ու կեղծ տեղեկություններ տարածելուց եւ հետեւել միայն պաշտոնական լուրերին։ Քաղաքացու ձայնը Վանաձոր համայնքից։